Երևանի ժամանակով զրուցաշարն է Ֆակտոր TV եթերում, բարև ձեզ մեր զրուցակից այսօր կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին է, ողջույն պարոն Արծրունի։ Մեր զրույցը սկսենք վերջին շրջանում ամենաշատը քննարկված մշակութային թեմաներից։ Կառավարությունը իդրավթ հարթակում հանրային քննարկման է դրել իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման եւ աջակցության հայեցակարգը հաստատելու որոշման նախագիծը։ Նախ, ինչ ընդհանուր պատկերացումներ ունեք այս նախագծի հետ կապված։ Իհարկե ես կարդացել եմ այդ դրաֆթը եւ այսինքն երբ որ դու առաջ ես բերում նման կատեգորիաներ, այսինքն նոր կատեգորիաներ, ենթադրվում է, որ պետք է նաեւ սահմանումներ լինեն, այսինքն հստակ բացատրություն, ինչպես ես պետք է մոտենամ, ինչպես է նկարագրվում այդ իրական Հայաստանի տարածքը, ինչ բաղադրիչներ ունի եւ եթե մենք խոսում ենք գեղագիտության մասին, ապա որոնք են այդ գեղագիտության բաղադրիչները կամ հատկանիշները այդ գեղագիտության, որովհետև ցանկացած կառավարություն, ցանկացած իշխանություն ուզի թե չուզի, հայտարարի թե չհայտարարի, ինքը ձևավորում է նշանաբանություն։ Այսինքն խորհրդանիշներ է առաջ բերում, որոնք որ վերջ-վերջո ձևավորում են կոնկրետ ժամանակաշրջանի կամ կոնկրետ ընդհանրակ իշխանավորի գեղագիտությունը որպես այդպիսին։ Եվ այսինքն օրինակները բազմաթիվ են։ Նույն հելինիստական շրջանից սկսած, այսինքն ինչ է հելինիզմը, դա գեղագիտություն է։ Եվ այսօր Գառնին, որ մենք ունենք Հայաստանում, դա այդ գեղագիտության մարմնավորումն է։ Եվ եթե խոսենք օրինակներով, ամենացայտուն օրինակը, երբ իշխանավորը որդեգրում է որոշակի նոր մշակութային քաղաքականություն եւ պարտադրում է նոր գեղագիտություն, դա իհարկե Կոզիմա Մեդիչիի օրինակն է, որը խորհրդանշեց անցումը միջնադարյան շրջանից դեպի Ռենեսանս։ Ինչ նա արեց։ Նա ուղղակի հայտարարեց, որ այսուհետ գլխավոր ճարտարապետը լինելու է Բրունո Լեսչեն, գլխավոր ուրեմն գեղանկարիչը լինելու է Լեոնարդո դա Վինչին, իսկ գլխավոր քանդակագործը լինելու է Միքելանջելոն։ Եվ այդ որոշումը պայմանավորեց եվրոպական ռենեսանսի ամբողջ ընթացքը, այսինքն վերափոխեց եւ վերաիմաստավորեց ամեն ինչ։ Այսինքն այսօր եթե մենք խոսում ենք քաղաքակրթական եվրոպական տեսակների մասին, գեղագիտության մասին, մենք առաջին հերթին պետք է նկատի ունենանք դա այդ էպիզոդը պատմական, երբ որ նա ուղղակի որոշեց, որովհետև այդ իշխանությունը ուներ եւ կարողությունը ուներ նաեւ ֆինանսավորելու։ Եվ ճաշակ ուներ։ Երբ որ կարդում ես վերջին փաստաթուղթը, բնականաբար դու որոնում ես նման ուղենիշներ։ Այսինքն ինչն է այդ գեղագիտության բաղադրությունը ներքին, բովանդակությունը եւ ինչ վեկտորներով պետք է այդ գեղագիտությունը կայացվի։ Այդ բոլոր հարցերի պատասխանները այդ փաստաթուղթը չի տալիս։ Նա ուղղակի, այսպես դեկլարատիվ կերպով տեղեկացնում է հասարակությանը, որ մենք ուրեմն կերտելու ենք նոր իրական Հայաստան, որը անհրաժեշտություն ունի նոր գեղագիտության մեջ։ Սա շատ կարևոր է, ինչու է կարևոր, որովհետև ամբողջ պատմական ընթացքը, որը բխելու է այս որոշումից հետո, իշխանության որոշումից հետո, կարող է ճակատագրական լինել Հայաստանի համար։ Օրինակ, ինչպես ճակատագրական եղավ ռուսական մշակույթի համար անցումը ցարական ցարիզմից դեպի կոմունիստական կամ խորհրդավարական մոդելը։ Այսինքն այն ժամանակ էլ հայտարարվեց, որ հին գեղագիտությունը եւ հին մշակույթը մեզ պետք չի եւ մենք պետք է կերտենք նոր մարդուն եւ որը կունենա նոր գեղագիտություն, նոր արվեստ, նոր մշակույթ, նոր կրթություն։ Եվ մենք տեսանք աղետալի հետևանքները ռուսական մշակույթի համար։ Ուղղակի աղետալի եւ այդ ավանդույթը մինչ օրս շարունակվում է։ Մենք տեսնում ենք, որ ամենալուսավոր, ամենակրթված եւ գեղագիտություն ստեղծող թատերական ռեժիսորները, կինո ռեժիսորները, կերպարվեստի ոլորտում, դերասաններ, երաժիշտներ ուղղակի լքում են Ռուսաստանը, որովհետև չեն համապատասխանում այսօրվա պուտինյան գեղագիտական մոդելին, որը նկարագրվում է այդ Z տառով, այսինքն այդ նշանաբանությամբ։ Հիմա ես շատ եմ ուզում հասկանալ, ինչ նկատի ունի Փաշինյանը, երբ որ առաջ է բերում գեղագիտական խնդիրները, որովհետև եթե մենք
այսպես փորձենք արմատին նայել այս խնդրի, պետք է բնականաբար այսպես հղումը կատարենք դեպի Դիդրոյի պնդումները, իսկ այդտեղ գիտեք, իր հանրագիտարանում էսթետիկա բառի կողքին հղումը տրված է էթիկային եւ էթիկայից հղումը տրված է էսթետիկայից, որովհետեւ շահ կապված է իրար հետ եւ եթե մենք փորձենք վերլուծել էթիկային այսպես վերլուծությամբ կամ այսօրվա միջանձնային քաղաքական եւ մշակույթի ոլորտում գործող էթիկական նորմերի կամ ընդհանրեք մաս մեդիայի դաշտում գործող էթիկական նորմերի մենք ուրեմն պետք է հասկանանք, որ որևէ սպասելիք այն գեղագիտությունից, որը կապված է այսօրվա ընդունված էթիկական նորմերից, մենք չենք կարող ունենալ, որովհետեւ այսօրվա էթիկան բացի փողոցային կամ ոչ նորմատիվ բանաձևումներից ուրիշ ոչ մի բան չի պարունակում։ Համենայնդեպս մաս մեդիայի մակարդակով, համենայնդեպս սերիալների, այն երաժշտության մակարդակով, որը տիրաժավորվում է բացառապես բոլոր ալիքներով, բոլոր հարթակներով եւ բնականաբար այդ տարբերակը էթիկական հարաբերությունների, կիսագողական, աղբերական, այսպես իրար վրա շիշ շպրտելով, այսինքն այս ամենը արտացոլվում է բոլոր մակարդակներով, սկսած փողոցային հարաբերություններից ընդհուպ մինչև մեր ազգային ժողովում տիրող մթնոլորտը եւ իրար վերաբերվելու կուլտուրայի բացակայությունը։ Տեսեք, արվեստի մի շարք գործիչներ անդրադառնալով նախագծին, այն որակեցին բոլշևիզմին, սոցիալիզմին վերադարձ, բայց մյուս կողմից էլ նախագծի հեղինակները նշում են, որ այն քաղաքական եւ իրավական իրողությունները, որոնցում մենք ապրում ենք, պետք է համապատասխանեն գեղագիտությանը ընդհանուր, որի մեջ մենք ապրում ենք։ Այս մասով ինչ կասեք։ Նայեք, սա հայտնի այսպես դրույթ է, որը ես չեմ հորինել, այսինքն զանգվածը, որպես այդպեսին, չի կարող իր մեջ գեներացնել գեղագիտական մոդելներ։ Գեղագիտությունը առաջարկվում է կամ իշխանության կողմից, կամ իշխող այսպես խավի կողմից։ Այսինքն սա է պայմանը։ Այսինքն գեղագիտությունը կամ որդեգրվում է հասարակության կողմից, կամ ոչ։ Բայց առաջարկը գեղագիտական մոդելների, ինչպես ես եւ բերեցի այդ օրինակները, որոնք կարելի է, ասիկն ընդհանրացնել, նույն Չինաստանում եղած մշակութային հեղափոխությունը եւ այլն, այսինքն բոլոր պատմական օրինակները սրա մասին են վկայում։ Պնդումը, որ հասարակությունը ինքն իրենով պետք է իր մեջ արտնացնի գեղագիտական պատկերացումներ եւ զգացմունքներ, ոչ գիտական է եւ ընդհանրապես այսպես որևէ քննադատությունից դուրս, այսինքն նման եզրույթ գոյություն չունի գեղագիտության տեսության մեջ, այսինքն ինքը թերի եզրույթ է։ Ուրիշ բան, որ իշխանությունը պետք է առաջարկի, եւ եթե մենք խոսում ենք ժառանգականության մասին, այսինքն այդ իմաստով, թե ինչ արժեքներ է այս իշխանությունը որդեգրում կամ ինչ արժեքներից նա հրաժարվում է, մենք կտեսնենք, որ այն բոլոր բաղադրիչները այն արժեհամակարգի, որոնք որ ձևավորվել էին 30 քանի տարիների ընթացքում, մինչև որ փաշինյանական թիմը եկավ իշխանության, որդեգրված են։ Ինչպես ենք մենք դա տեսնում, ենթադրենք երաժշտության մակարդակով։ Այն մարդիկ, որոնք որ նախկինների կողմից արժևորվել էին եւ իրենց այսպես ճաշարաններից ու ռեստորաններից առաջ են բերվել եւ պետության կողմից ներկայացվել որպես վաստակ ունեցող արվեստագետներ, նույն մարդկանց դուք այսօր տեսնում եք փաշինյանական խրախճանքների եւ զանգվածային այսպես միջոցառումների բեմերի վրա։ Որևէ փոփոխություն գեղագիտական իմաստով այստեղ ես չեմ տեսնում։ Եվ այդ իմաստով էլի թերի է այս մոտեցումը, որովհետեւ եթե դու հայտարարում ես նոր գեղագիտության մասին, ես ուզում եմ հասկանալ ինչ բովանդակություն ես դու դնում այդ առաջ բերած թեզի տակ։ Այսինքն ով է այդ բովանդակությունը այլևս հաղորդելու հասարակությանը։
Դուք նշում եք, որ գեղագիտության ներկայիս կոնցեպտը առանձնապես չի տարբերվում նախորդ կոնցեպտից, մինչդեռ նախագծի հեղինակները նշում են, որ այն ինչ ներկայացվում կամ օգտագործվում է իբրև Հայաստանի մշակութային, սոցիալական, հոգևոր եւ հոգեբանական նկարագիր, հաճախ հակոտնյա է իրական Հայաստանի գաղափարին կամ ենթադրում է դրա չգոյություն, ուստի անհրաժեշտ է իրական Հայաստանի գեղագիտությունը ձևակերպել ու այն փոխկապակցել քաղաքական եւ իրավական այն իրողություններին, որոնք նաև իրական Հայաստանի հանրային ամբողջական ընկալման հիմք կդառնան, այսինքն իրենք ներկայացնում են, որ տարբերություններ այնուամենայնիվ կան, այս մասով ինչ կասեք։ Սա թեզ է, որի հիմնավորումը ես այս փաստաթղթում չեմ գտնում։ Այսինքն ոնց է դու դա անում։ Դու հասկանում ես, դու առաջ ես բերում անհրաժեշտությունը, այսինքն սա քո անձնական տեսակետն է։ Այդ անհրաժեշտությունը ինչ մեխանիզմներով կամ ինչ մշակութային ռեսուրսով ես դու իրականացնում։ Սա կա փաստաթղթի մեջ նկարագրված։ Նկարագրական իմաստով չկա։ Այսինքն մենք դեռևս պետք է սպասենք, թե ինչպես է այս իշխանությունը բանաձևելու նոր գեղագիտությունը, այսինքն ում միջոցով է այդ գեղագիտության տրանսլյացիան կատարվելու հասարակության վրա։ Դերևս այն ինչին մենք այսինքն ականատես ենք լինում, սա ուղղակի այն արժեհամակարգի որդեգրումն է, որը ձևավորվել է 30 տարիների ընթացքում, որը շատ հեռու է մշակույթից, շատ հեռու է գեղագիտությունից, որովհետև չի կարող ռաբիզը ունենալ գեղագիտություն։ Ինքը հակամշակութային եւ ինչ որ իմաստով ենթամշակութային երևույթ է, չի ձգում, որ դառնա ավելի լուրջ քննարկման առարկա, բայց մենք տեսնում ենք, որ օրինակ ամենաբարձր ընդհանրենք պաշտոնյաների կողմից նույն Ձախ Հարութի համերգի ժամանակ ստրիմ է գնում համացանց ու դու հասկանում ես, որ այսինքն մշակույթի նախարարության ղեկավարությունը ներկա է եւ բացի նրանից, որ ներկա է, հաճույք է ստանում այդ ամեն ինչից։ Բնականաբար, այսպես արդարացնելով այն հանգամանքը, որ տեսնում եք ժողովրդի դուրը ոնց է գալիս։ Բայց ժողովրդին ավելի դուր է գալիս, երբ որ մենք տեսնում ենք եւ ականատես ենք դառնում, օրինակ Թումոյի տարածքում արդեն 2-րդ տարի կազմակերպված դասական բալետի ներկայացումներին, այսինքն արձագանքը շատ ավելի ցայտուն է ցույց տալիս իրական հակումները հասարակության, այսինքն ձգտումները հասարակության։ Ընդհանրապես մեր ազգի հատկանիշն է դա, այսինքն այդ ձգողականությունը դեպի քաղաքակրթական տեսակները եւ դրա արտացոլումը մենք տեսնում ենք մեր եւ գեղարվեստի մեջ եւ երաժշտության մեջ եւ առհասարակ պատմության մեջ։ Հայերը միշտ ձգտել են քաղաքակրթությանը, հրաժարվելով այն տարբերակներից, որոնք որ դուրս էին այդ գեղագիտական մոդելից։ Սրա պատճառով էլ ավելի շատ մենք այսօր դիտարկում ենք մեր մշակույթը եվրոպական քաղաքակրթության կոնտեքստում, որովհետև այս պատմությունը, ինչպես նշեցի, իր սկիզբն է գտնում դեռևս հելինիստական շրջանից։ Իսկ հելինիզմը դա եվրոպական մշակույթի հիմքերից հիմքն է։ Նախագծում նշվում է, որ պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերը պետք է բացառեն պաթոսն ու վերամբարձությունը։ Փոխարենը կենցաղում պարփակված ուրախությունն ու կենսասիրությունը պետք է տեղափոխվեն, օրինակ բեմ։ 30 տարի տենց չէր տեղափոխվել բեմ, այսինքն այդ մարդիկ կոչումներ են ստացել եւ արժեվորվել են պետության կողմից։ Այսինքն բնականաբար, ինչպես ասեցի, իրենց ճաշարաններից նրանք տեղափոխվեցին այլ մշակութային տարածքներ։ Այսինքն այդ մարդկանց մենք հանկարծ տեսնում ենք Արամ Խաչատրյան դահլիճի բեմում, օպերային դահլիճի բեմում եւ այլն եւ այլն։ Այսինքն դա կարող է լինել, բայց երբ որ դու հասկանում ես, որ սա խրախուսվում է պետության կողմից եւ ֆինանսավորվում է իմ եւ ձեր հաշվին, հարկատուների հաշվին, այստեղ հսկայական քանակի հարցականներ են ծագում։ Իհարկե յուրաքանչյուր ժանր, յուրաքանչյուր տեսակ երաժշտական կամ մշակութային իրավունք ունի լինել։ Այսինքն յուրաքանչյուր խավ ունի իր գեղագիտական պահանջները եւ բնականաբար պետք է բավարարի այդ պահանջները։ Օրինակ առևտրականները կամ բիզնեսի ոլորտի, ընդհանրենք գինեգործները հստակ ցույց են տալիս իրենց գեղագիտական պատկերացումները, պահանջները, երբ որ հրավիրում են ջազմեններին մասնակցելու գինու փառատոններին։
չեն հրավիրում ֆոլկլոր, չեն հրավիրում դասական երաժիշտներին։ Ինչու՞, որովհետև որդեգրում են այդ նշանաբանությունը։ Այսինքն իրենց գեղագիտական խորհրդանիշը ջազն է, որը իրենց պատկերացմամբ ավելի հարիր է այս ուրեմն առևտրական նպատակների։ Ինչպես նաև օրինակ, ասենք քեֆ ուրախությունների ժամանակ շատ հաճախ նույնիսկ կոնսերվատորիայի ուսանողները երբ ամուսնանում են, այսինքն թվում է, որ ակադեմիական դաշտի մարդիկ են երկուսն էլ, բայց հարսանիքում հրավիրվում են ռաբիզ երաժիշտներ եւ ասենք ասենց ապշարված նայում ես, որ ասենք վաստակ եւ այսպես ճանաչում ունեցող արվեստագետները ոնց են հանկարծ ձեռները ցցած դուրս գալիս եւ սկսում մասնակցել այս ընդհանուր խրախճանքին։ Այսինքն ինչ է սա նշանակում, որ նույնպես որդեգրվում է այս տարբերակը այս խավի կողմից։ Կա բնականաբար որոշակի խավ, որը չի անդավաճան է իր էսթետիկական կամ գեղագիտական համոզումներին։ Այսինքն սա այն խավն է, որը հիմնականում ներկա է ակադեմիական եւ դասական երաժշտության համերգներին։ Եվ այստեղ բնականաբար սահմանումները մենք պետք է հասկանանք, որ ոչ թե թելադրված են պետության կողմից կամ քաղաքականության կողմից, այլ այստեղ դրսևորումները որդեգրված են, այսինքն այս ընտանիքում ծնված երեխան ավելի մոտ է քաղաքակրթական բանաձևումներին, քան ենթադրեք այս ընտանիքում առևտրականի կամ սա ոնց ասեմ, սա բան է, այսինքն սրա հետ պետք է հաշվի նստենք, որովհետև սա է իրական պատկերը հասարակության ցանկացած ոչ միայն Հայաստանում։ Ուրիշ բան, երբ որ պետությունը կամ իշխանությունը ասում է, չէ, գիտեք, այս խավի գեղագիտական հակումները պետք է տարածվեն ամբողջ հասարակության վրա։ Ոնց դա կարող է տեղի ունենալ։ Ինչպես։ Այսինքն ես եթե տեսնում եմ հետաքրքրությունները եւ ընդհանրապես բովանդակությունը տեսնում եմ այլ մշակութային տիրույթում, ոնց կարող եմ ես այս պահից համակերպվել պետության քաղաքականության հետ։ Ինչ ես պետք է անեմ, կամ հեռանամ դաշտից, կամ դադարեցնեմ սեփական գործունեությունը։ Այսինքն փորձում ենք տրամաբանել։ Այսինքն այդպես էլ լինում է։ Այսինքն կորուստը մշակութային, բովանդակային, գեղարվեստական ռեսուրսի հենց այդպիսի քաղաքականությամբ է ապահովվում։ Այսինքն դաշտը մաքրվում է եւ պետությունը սկսում է թելադրել իր տեսլականը, ոնց որ օրինակ Գեբելսը։ Այսինքն որը հստակ բացատրեց եւ այսինքն սահմանումը ֆաշիստական Գերմանիայում, ինչպես նաեւ Ստալինյան Ռուսաստանում հստակ էր։ Ստալինյան Ռուսաստանում գոյություն ուներ լինիա պարտի, Գերմանիայում գոյություն ուներ այսպես իրենց պատկերացումներին համապատասխան կամ ոչ համապատասխան։ Եվ հետևանքները սարսափելի էին, որովհետև մարդիկ ոչ միայն այդ դաշտից են հեռանում, այսինքն մարդիկ ուղղակի զոհ էին դառնում, որովհետև այսինքն բանտարկվում էին, նրանք մահանում էին եւ այլն։ Ստեֆան Ցվեյգը իր կնոջ հետ այսինքն ինքնասպանություն գործեց, որովհետեւ այսինքն գեղագիտական իմաստով չէր կարող գտնել իր տեղը ժամանակի մեջ։ Եթե դա է նպատակը այս փաստաթղթի, մենք կարող ենք հաշվարկել հետևանքները։ Եթե այլ բան նկատի ունի Փաշինյանը, երբ որ առաջարկում է, ուրեմն նա պետք է բացատրի։ Այսինքն տա սահմանումները, նկարագրի այդ սահմանումները կետերով, որպեսզի ես որպես արվեստագետ գոնեմ կամ ստեղծագործող, որը ծնվել, մեծացել, ձևավորվել է եւ գործում է այս իրականության մեջ, մշակութային իրականության մեջ, իմ անելիքները հասկանամ։ Ամենաշատ քննարկվող հարցերից մեկն էլ այն էր, որ նախագծում նշվում է պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերը պետք է բացառեն պատերազմի եւ վրեժի քարոզը։ Հիմա տեսեք, իշխանականները ասում են, եթե մենք գնում ենք Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման ճանապարհով, արդյոք նորմալ չէ, որ նախագծում սա էլի նկատի ունենանք։ Դե նայեք, ինքը ցույց է տալիս ուղղությունը, հա, այսինքն ինչպես է ինքը տեսնում, որպեսզի բացառվի այդ խռովությունը, Ալիևը ավելի հստակ է դա նկարագրում, օգտագործելով ռևանշիզմ բառը։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այդ ռևանշիզմի թեմային համահունչ է այս առաջարկը։ Բայց ես մի օրինակ բերեմ, գիտեք, խորհրդային Հայաստանում մարդիկ օրեն պատի վրա խալու հետևում ուրեմն պատին ամրացված Անդրանիկի նկարն էին պահում։
Հասկանում եք, կամ այդ էլի խորհրդանիշների մակարդակով ես մի քանի օրինակներ գիտեմ, որ Սիբիրներում են ընտանիքները հայտնվել նրա պատճառով, որ այսինքն այդ նշանաբանությունը արկա էր տան մեջ, այսինքն ինքը հավատարիմ էր այլ բաներին, արժեքներին եւ չնայած վտանգները հսկայական էին, ինքը միևնույն է թաքցնում էր, բայց իր պատի վրա կար այդ խորհրդանիշը։ Այսինքն ինչպես կդրսևորվի հասարակությունը, այդ մեծ հարց է, այսինքն ինչպես հասարակությունը կընդունի այս ամենը եւ արդյոք նույն տրամաբանության մեջ կինքնադրսևորվի իր այսպես կերպի մեջ ապրելու։ Այս կտեղավորվի այդ գեղագիտության մեջ կամ այդ նպատակների մեջ, թե ոչ։ Խորհրդանիշներից խոսեցիք, Արարատ լեռան պատկերը գործադիրի որոշմամբ նոյեմբերից չի լինի Հայաստանի Հանրապետության պետական սահմանահատման կնիքի վրա։ Սրա մասին ինչ կասեք։ Նայեք, նույն խորհրդանիշների մասին ենք խոսում, այսինքն այստեղ խորհրդանիշի հրաժարումն է տեղի ունենում։ Ինչպես օրինակ հոկտեմբերյան պատերազմի ժամանակ այդ աստղը գոյացավ եւ խորհրդանիշը երկրի դարձավ աստղը եւ մուրճը այդ բանի հետ սերպի մոլոտ։ Այսինքն նախորդ ցարական Ռուսաստանի ամբողջ նշանաբանությունը ուղղակի արգելվեց եւ հանվեց շրջանառ։ Այսինքն աչքի առաջ այլևս ոչ ոք չէր կարող տեսնել այդ արծիվներին եւ այսինքն այն ամենը ինչի վրա խարսխված էր ռուսական պատմությունը որպես այդպեսի։ Այստեղ մենք տեսնում ենք, որ Փաշինյանը գեներացնում է մի մոտեցում, որը հիմնված է հրաժարումների վրա։ Եվ այստեղ մեծ հարց է ծագում, արդյոք սա իրարամերժ հարաբերությունների մեջ չի մտնում առաջարկվող նոր գեղագիտության հետ, որովհետև երբ որ դու առաջարկում ես նոր գեղագիտություն, դու պետք է բացատրես ինչ արժե համակարգին կամ որ նոր նշանաբանությանը դու դավանում ես։ Այդ բացատրությունը դեռևս չկա, կա, ինչից մենք պետք է հրաժարվենք։ Ասում եմ, ցանկացած իշխանություն այդ սահմանումները տալիս է։ Յուրաքանչյուր ինքը չի կարող չտալ եւ մեր բախտը բերել է, որ Փաշինյանը որոշել է դա բանաձևել, որովհետեւ ավելի առարկայական է դարձնում։ Նայեք, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի, ոչ Քոչարյանի, ոչ Սերժ Սարգսյանի օրոք նման բանաձևումներ չկային։ Գործում էր մշակույթի նախարարությունը, որը ինքնակամ շատ հաճախ այսպես որոշումներ էր կայացնում։ Ընդհանրապես այս կոլեկտիվները փակել, այս երկու նոր կոլեկտիվներին ֆինանսավորել։ Այսինքն նման օրինակների վրա մենք կարող ենք կառուցել մեր այսօրվա պատկերացումը այդ գեղագիտական նպատակների եւ քաղաքականության մասին, մշակութային քաղաքականության մասին այդ իշխանավորների։ Մենք հիմա ունենք հստակ փաստաթուղթ, որը օրինակ ինձ որպես արվեստագետին շատ է օգնելու, որովհետև հավելող փաստաթղթերի մեջ ես ակնկալում եմ համենայնդեպս իմ պարագայում ակնկալում եմ հետևյալը. արդյոք այն ինչին ես նվիրվել էի տասնամյակների ընթացքում կհամապատասխանի իրական Հայաստանի գեղագիտությանը կամ մշակութային մոդելին, թե ոչ։ Դա ինձ շատ կօգնի հրաժարվել որևէ իլյուզիաներից, ոչ միայն ինձ, բավականին մեծ քանակ արվեստագետների։ Պարոն Արծրունի, վերջերս բավական քննարկվեց նաև ցանկապատ ներկայացման շրջանակում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը հանդարտ մշակութային այգի, դրանից հետո արդեն տեղի ունեցած քննարկումը վարչապետի եւ դերասանների միջև թատերական գործիչներ, արվեստի ոլորտի մարդիկ շատեր անդրադառնալով սրան որակեցին որպես գրաքննության փորձ։ Բայց միևնույն ժամանակ օրինակ նույն ինքը ռեժիսորը ներկայացման եւ շատ այլ արվեստի գործիչներ էլ ասացին, որ վարչապետը պարզապես իր կարծիքն է հայտնում եւ թատրոնի ձևաչափն էլ այնպիսին է, որ հենց դրա համար է ստեղծված այդ ձևաչափը, որ քննարկումներ ծավալվեն, վարչապետը այստեղ էլ խոսեց իրական Հայաստանի գաղափարախոսությունից, նշեց, որ Հայաստանին պետք են ցանկապատեր Հայաստան ունենալու համար։ Ձեր ընդհանուր տպավորությունը սրանից, ինչպիսին էր, դուք ինչ տեսաք այս ամենին կողքից նայելով։ Պետք է հետևյալ հարցին պատասխանել, ասեն ցանկությունը այսպես զրույցի մեջ մտնելու դերասանների հետ
սա ինչ էր, թատերագիտական դիսկուրս էր, թե քաղաքական մանիպուլյացիա։ Եթե մենք պատասխանենք այս հարցին, այսինքն արդյոք նա թատերագիտական դիսկուրսի հրավեր էր, ոչ։ Ուրեմն սա ինչ էր։ Ուրեմն սա հնարավորություն էր, որ երրորդ անգամ որոշակի մարդկանց բազմության եւ կամերաների այսպես ներկայությամբ այսպես առաջ բերել իրական Հայաստանի թեզը եւ ցույց տալ հասարակության այդ տիրույթում, այսինքն արվեստասերների տիրույթում, ինչպիսին է երկրի, ենթադրենք, ղեկավարի կամ նման գաղափարի ստեղծողի դիրքորոշումը։ Այսինքն նա պահանջում էր, որպեսզի դերասանները, կհիշեք, բացատրեն եւ համոզեն նրան, որովհետեւ այն ինչ իրենք անում են եւ այն մեսեջը, ուղերձը, որ իրենք հաղորդում են, իսկ ուղերձը դա պիեսն է, որի հիմքում գրական նյութն է, որը չի համապատասխանում բնականաբար, այսինքն այլ խորհրդանիշների լեզվով է խոսում, քան ենթադրենք իրական Հայաստանի վարչապետի պատկերացումները։ Արդյոք կայացավ այդ դիսկուրսը, իհարկե կայացավ, որովհետև նա դուրս եկավ այդ թատրոնի, բացօթյա թատրոնի սահմաններից եւ դարձավ հանրային քննարկման եւ հասարակությունը ճշգրիտ պատասխանեց, այսինքն հասարակությունը մեկնաբանեց դա որպես գրաքննության առաջին փորձ։ Ես քանի որ կարդում եմ նշանները, ես հասկանում եմ, որ սա սկիզբն է, որովհետև երբ որ այդ նոր գերագիտությունը եւ այդ նոր սահմանումները իրական Հայաստանի ընդունվեն կառավարության կողմից, այս process-ին համակցվելու են չինովնիկները եւ ամբողջ ապարատը, որը պետք է վերահսկի այլևս ընդհանուր դաշտը եւ համապատասխանեցնի գոնե պետական տիրույթում գործող արվեստագետների գործունեությունը այդ նոր տեսլականին։ Եվ այստեղ մենք տեսնենք աղետալի հետևանքներ, որովհետև ես չեմ կարծում, որ այդ չինովնիկներից շատերը կկարողանան բովանդակային կերպով մոտենալ այս խնդրին, որովհետև իրենց մտահոգությունը ընդհանրապես մշակույթի կամ որևէ գեղագիտության դաշտից դուրս է։ Իրենք պարտավոր են որպես պետական այսպես աշխատող իրականացնել որոշակի քաղաքականություն, ինչպես դա արվում է օրինակ կրթության ոլորտում։ Այսինքն մենք դրա ականատես եղանք, այսինքն որոշում է ընդունվում, որ պետք է դոկտրինը փոփոխվի եւ մենք տեսնում ենք դրա հետևանքը շրջանառության մեջ մտնող նոր դասագրքերի փոփոխված բովանդակությունը։ Եվ մենք տեսնում ենք, որ նման իրողությունների հետ ոչ հասարակությունն է համակերպվում, ոչ օրինակ ծնողները, գիտեք, շատ եւ շատ ծնողներ տպած ուրեմն Մաշտոցի պատկերը ամրացնում են գրքի մեջ։ Այսինքն սա հանրային պատասխանն է այն քաղաքականությանը, որը ենթադրենք իշխանությունը դրսևորում է կամ դրսևորել է կրթության ոլորտում, որովհետև միշտ հասարակությունը իր արձագանքի ձևը գտնում է, բայց ոչ հաճախ այդ արձագանքի ճիշտ կամ հիմնավորված բանաձևումն է գտնում, ավելի հաճախ նա ենթարկվում է, այսպես ասած, պետական դրվածքին եւ վերջում մենք ստանում ենք ամայացած մշակույթ, անբովանդակ գրականություն, կինո, թատրոն եւ երաժշտություն։ Պարոն Արծրունի, եթե մեր արտաքին քաղաքական կյանքում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, բեկումնային, հա, շրջադարձային փոփոխություններ են լինում, դուք խոսեցիք դոկտրինի փոփոխության, բովանդակային, կառուցողական փոփոխության մասին։ Այս դաշտում, մշակութային դաշտում, ինչպիսին պետք է լիներ, հա, ձեր պատկերացմամբ այդ դոկտրինի փոփոխությունը, որ եթե այսպես դուրս չի եկել, հա, նախագիծը, այդ նախագիծը ավելի լավը լիներ, ավելի կառուցողական լիներ, այդ ձեր առաջարկը ո՞րն է։ Դե նայեք, նայած ինչ եք դուք ворթեգրում, ինչ արժե համակարգ եք ворթեգրում։ Օրինակ մշակույթի պարագայում մենք ունենք այն բանաձևումները, որոնք որ ավանդական են, այսինքն պատմագրությունից սկսած ընդհանուր միջև թատերական տրադիցիաներ, երաժշտական տրադիցիաներ եւ այլն։ Այսինքն այն ձևաչափերը, որոնք որ շարունակում են այդ ավանդույթները, որոնք ծառայում են ազգի ինքնության գիտակցմանը հասարակության մեջ։
Այսինքն սերնդեսերունդ փոխանցում են ինքնության մասին պատկերացումը։ Այս process-ը իրականում սկսեց ծավալվել հեղափոխությունից հետո, այսինքն անկախության շրջանում, որովհետև խորհրդային շրջանում դրան հակառակ process-ներ գոյություն ունեին։ Օրինակ 80-ականներին կար հրամայական ստեղծել երաժշտագիտական այնպիսի դաշտ, որը կընդհանրացներ երաժշտական մշակույթը Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի։ Եվ գիտաժողովներ էին անցկացվում, զեկույցներ են գրվում բոլոր կողմերից, որ այո, մենք ունենք ընդհանրացումներ եւ այդ ընդհանրացումների հիմքում ընտրված էր Մուհամը որպես այդպեսին։ Այսինքն մենք ունենք երաժշտագիտական աշխատանքներ, որոնք պնդում են, որ Մուհամի մշակույթը այսպես կարելի է դիտարկել որպես հայկական ժողովրդական արվեստի դրսևորում, ոչ թե որպես ասիմիլյատիվ ազդեցության հետևանք, այլ ոչ, ինքը այսպես դրսևորումներից մեկն է։ Խորհրդային շրջանում գործում էր որոշակի, գիտեք, այսպես մոդել մշակութային։ Այսինքն օրինակ հրամայական ձևով ստեղծվում էին ժողովրդական կոլեկտիվներ, անսամբլներ։ Հայերը երբեք անսամբլով չեն նվագել երաժշտություն։ Այսինքն այդ բանաձևումը, որ պետք է թառի խումբ լինի, ուրեմն ենթադրենք այդ խմբի մեջ ուդահարներ լինեն, քամանչիստներ լինեն եւ այլն, այսինքն այս կարգի կազմեր, որոնք որ պարտիտուրով նվագեին բազմաձայնված եւ այսպես գործիքավորված ազգային երաժշտություն, սա այդ հրամանի, այդ հրամայականի հետևանքն է եղել։ Ինչու՞, որովհետև մեզ պետք է, որ ժողովրդական արվեստը նույն բանաձևում ունենա մշակութային Ուզբեկիստանում, ենթադրենք, Ուկրաինայում, Հայաստանում, Ռուսաստանում, Ադրբեջանում եւ այլն։ Եվ նրանք հասել են այդ նպատակին։ Այսինքն իջեցվել է բյուջե, հավաքվել են երաժիշտներ եւ ստեղծվել են այդ կոլեկտիվները։ Շատ ցավոտ է օրինակ հիմա, որովհետև սիրված ժանր է դա ժողովրդի մեջ ազգային նվագարանների անսամբլ հասկացությունը, բայց նաև պետք է բացատրել, որ արհեստացին երևույթ է սա, որը ուղղակի խորհրդային շրջանի իդեոլոգիայի ազդեցության տակ է ստեղծվել։ Հիմա երբ մենք մտանք անկախության շրջան, մենք հավատում ենք նրան, որ այդ հրաժարումը այդ խորհրդային մոդելներից արագ տեղի կունենա եւ դաշտ կբացվի ազգային տեսակների կայացման համար։ Այդ process-ը ինքնաբուխ սկսել էր, այսինքն ֆոլկլորային խմբերի գոյացումը, երաժշտագետների բազմաթիվ աշխատանքներ, որոնք որ աշխատում էին բանահյուսական նյութի հետ, երաժշտական նյութի հետ, հրապարակումներ սկսեցին եւ այլ, այսինքն դաշտը ազատվեց, այս մարդիկ շնչեցին եւ կարողացան ստեղծել բանաձևումներ, սկսած կերպարվեստից մինչև երաժշտություն։ Այդ իմաստով իհարկե այս 30 քանի տարին անհամադրելի է, որովհետև անհատները ստացան հնարավորություն խորացնելու ասպարեզները, այսինքն գիտականորեն խորացնելու եւ դրսեւորելու ճիշտ չափանիշներ գեղագիտական։ Հիմա ժամանակները փոխվում են եւ մեզ ցույց են տալիս, որ այնինչ արվել է այդքան էլ չի համապատասխանում նոր դոկտրինին, որովհետև որքան ինքը առնչվում է ինքնության գաղափարի հետ, այնքան ինքը վտանգ է ներկայացնում այն իմաստով, որ հանկարծ չմեկնաբանվի որպես վրիժարություն, ռևանշիզմ եւ այլն եւ այլն։ Եվ այդ իմաստով իհարկե այս հայտարարությունը առաջին հերթին վտանգում է այն արվեստագետներին եւ գիտնականներին, որոնք որ ուղղակի կյանք են դրել այս ոլորտներում, որպեսզի խորացնեն մեր գիտելիքները եւ պատկերացումները այդ ինքնության մասին։ Շնորհակալ եմ, պարոն Արծրունի, ձեր տեսակետների համար։ Շնորհակալ եմ։ Իսկ ես հիշեցնեմ, որ Երևանի ժամանակով զրուցաշարներ Ֆակտոր TV եթերում կհանդիպենք։